Հաջորդ հարցը շատ հստակեցում։ Պարոն վարչապետ, երեք Վրաստանում հայտարարեցիք, որ տեսնում եք տարածաշրջանային եռակողմ համագործակցության անհրաժեշտություն Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ձևաչափով եւ կոնկրետ ինչ ուղղություններով եք տեսնում այդ համագործակցության խորացումը, հատկապես փոխկապակցվածության, ենթակառուցվածքների, տնտեսական ինտեգրման առումով եւ արդյոք կան արդեն համաձայնեցված կոնկրետ քայլեր, շոշափելի պայմանավորվածություններ կամ նախաձեռնություններ, որոնք կարող են մոտ ապագայում գործնական փուլ մտնել։ Եվ խոսեցիք անվտանգության մասին, տարածաշրջանում մեր շուրջը կատարվող իրադարձությունները հաշվի առնելով, ինչպես է գնահատում Հայաստանի անվտանգային համակարգի ներկայիս դիմակայությունն ու արդյունավետությունը եւ ինչ փոխելու անհրաժեշտություն եք տեսնում։ Անվտանգությունը շատ երբեք չի լինում։ Եվ հետեւաբար էդ էլ կա, որ մենք պետք է արձանագրենք, որ մենք չենք որևէ երկիր ակնհայտորեն տեսնում ենք չի կարող օբյեկտիվորեն համարել, որ ինքը հասել է անվտանգության իդեալական կետին, որ զարգացնելու տեղ չկա, մեր դեպքում առավել եւս, որովհետեւ այդ ամեն ինչը ինչ որ մենք ունեցել ենք, ապրել ենք, վերապրել ենք, դա շատ երկարատև process է եւ այս փուլի ընթացքում ես կարծում եմ, որ մենք նախ շատ մեծ աշխատանք արել ենք, բայց շատ կարևոր է, որ ձեռք ենք բերել ռազմավարական գիտելիք, հարաբերություններ եւ պատկերացումներ, թե ինչպես է պետք հետագա աշխատանք շարունակել։ Իսկ տարածաշրջանի հաղորդակցության հետ կապված երեք ազգային ժողովում փորձեցի ավելի մանրամասնել, տեսեք, երբ որ մենք վերցնում ենք երեք մի աստղի, այսօր 50 ասեմ, լավ, 50 բեռնատարի մասշտաբով ենք նայում, պարզա որ կարող ընկալումը լինի, թե երեք երկրները 50 բեռնատարի համար ոնց պայքարեն, որ իրանց միջով անցնի, որ ինչ որ մի գումար ավել աշխատեն։ Բայց եթե խոսքը մենք հարցին նայենք 5000 բեռնատարի մասշտաբով, իսկ որ այդ 50,000 բեռնատարի 500,000 բեռնատարի պոտենցիալը կա, մենք կհասկանանք, որ Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի ենթակառուցվածքները եւ մի բան էլ ռազմավարական ներդրումով բավարար չեն այդ հոսքերը ապահովելու համար։ Եվ մենք պետքա ոչ թե մտածենք այս 50 բեռնատարը ոնց իրարի ստանենք, պետքա մտածենք 500,000 բեռնատարի համար ոնց հարավային Կովկասը դարձնենք ամենագրավիչ, անվտանգարակ միջանցքը, որպեսզի բեռները այստեղով հոսեն, բոլորից բերելով տասնյակ միլիարդների օգուտներ, սրա մասին է խոսքը։ Եվ նույն, գիտեք, ինչի մասին ուզում եք, էներգետիկ, գազ, նավթ, ինտերնետ, ուղևորափոխադրում, օդային, երկաթուղային, ցանկացած ամեն ինչի մասին ասա։